Վատ նորությունն ենք իհարկե։ Ուրեմն դատանը որոշեց իհարկե մի քանի տոկոս հույս ունենք, որ պաշտպանների բերած փաստարկներով ինչ-որ պատի վրա ճարկ կա, բայց փաստորեն չկար։ Ուրեմն որոշել է սրբազանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Ընդ որում նաև սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։ Բացառությամբ իրենց մնացածի մասով շփումները են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10 օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու, երբ որ կստանանք սեփականացնենք ստացել, երբ որ կտան ամբողջական տարբերակը կբողոքարկենք։ Որտեղ է տեղափոխվելու այստեղից, որ քրեակատարող Արդեն տեղյակ ենթադրվում է Նախնական Նուբարաշեն, նախնական էսոստան։ իսկ ինչու Նուբարաշեն։ Իսկ ձեր դուրս գալուց հետո ասացին, թե երկու տեղափոխեն, որտեղ այստեղ մեքենաների շարժ դեռևս չունի։ Ինչպես է գնահատում այս որոշումը, ինչքանով է այն իրավական։ Բացահայտ ապօրինի ահին, բացահայտ։ Իրավական խայտառակություն։ Վարչապետի գրառումները որքանով են ազդեցություն ունեցել այս որոշման կայացման վրա։ Ըստ էության 4 գրառում արեց վարչապետը դեռևս դատապարտի տեքստ սկսված։ Ստացվում են գրառումներով չեն ազդեցություն գործում։ Այդ վերահսազանգերի կամ այլ միջոցներով կարող են ազդեցություն գործել, դե գրառումներով բոլորի վրա ազդեցություն գործի։ Միանշանակ դատավորը անկախ չէր, իրեն հայտնված բացակները հիմնավոր էին նա մերժեց եւ վստահ որոնց այդ բացակների հիմքերն արկայ։ Պատճառաբանական մասը չունեք, չէ՞ դեռևս։ Չէ, մենք բան ունենք, խաղացք ունենք։ Ինչպես ասեմ, ինչպես արդեն ասեմ, հանցագործություն չկա։ Չկա այդ հանցագործություն կոչվածը չկա։ Այս խաղալիքը կավարտվի, դատականիստի ձայնագրությունը տեղապարակայնացնենք, այս իրավական խայտառակությունը դատավորի մասնագիտական եւ ոչ անկախ եւ ոչ պրոֆեսիոնալ վիճակը ասած ակնհայտ լինի, մասնագիտական խայտառակություն։ բողոքարկվելու է։ Իսկ հետո արդեն որոշումը կլինի, որոշման բովանդակություն կտեսնի։ Արքեպիսկոպոսը ինչ-որ բան ասաց այդ որոշումը լսելուց հետո։ Չէ, ինչպես եմ Պատրաստ է։ պատրաստ է որոշմանը։ Այսքան է Ժորժան, ձեզ շնորհակալություն, այստեղ ամբողջ գիշեր էստեղ անցկացրել, շնորհակալություն ձեր համար, մնացեք հաջողություն ձեզ։ Դուք Մասիս Մելքոնյանից այլ բան չեք էլ սպասում։ Բացարձակապես։ Իրեն հատուկ են այս գործը մակագրել, բոլորի մեջից ինքը անզոր դատավոր է հարցում, բացարձակապես։ Նզովքը չի ուշանա։ Կասկածը։ Ամոթ, 1000 ամոթ։ Աստծո պատվի։ Հարգելի հետևորդներ, դուք լսեցիք Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց, այդպիսի որոշում հրապարակվեց։ Հիշեցնեմ, միջնորդությունը քննում էր դատավոր Մասիս Մելքոնյանը, փաստորեն այն բավարարվեց։ Ուղղակի ինչին ճամփողները ուրիշ հարվածք են։ Ուդայի բաժին կեն։ Իմիստեղ ինչ պտների։ Ասած թրգե ձեր երեխեքի ժողովուրդ ինձ շատ եկեք, շատ։ Ամոթ, ուղղակի դուք եք բաժին դառնում այս ամեն ինչ, մեղք եք։ Աստծո պատիվն է, բոլորի վրա է նայում։ Կոնեկցիոնից հետո անդրադարձեք։ Նոման, դա գնացած շարվել են։ Արդեն դուրս բերեցին, հա։ Տասած շարվել, գնարել շարվեք տաս։ Երեքնա չի պետք։ Ձեր շարքով է ստանալու եք ամեն ինչը։ Հերթով, շարքով։ Ամեն մեկի տուն է մտնելու ես ամեն ինչը։ Այդ ավարներ։ Հա, բայց ես ինչավորին, ես խայտառակություն չեն ամաչում։ Իրաստված որ ասեցին, կալանչը ես այս 3-4 հոգու հաղթակելու Ինչքան պիտի կալանավորեք։ Ազատար չի կալանավորում։ Ինչա, պրեմիաները գալիս է ու դու ուրախանում եք էլի դրանով։ Պրեմիա եք ստանում։
իրենց դոք պեկի գերեզմանի համար։ Շատ սուրիս է, Ուղղակի ապրում ենք մի երկրում, որտեղ արդարադատություն չկա։ Ինչ-որ մեկի թմահաճույքն ենք բոլորը կատարում։ Համատիկներ։ Ծաղրացու բոլորից իրա ձեռով խաղացնում է։ վարչապետ չէ, նախագահ չէ, արքեպիսկոպոս մարդ է, հոգևոր առաջնորդ մարդ է, վարչապետից էլ է մեծ պաշտոն։ Դուք ում եք ծառայում եք արած։ Ում եք ծառայում։ Ինչ են դες։ Դե ինչ է հեչ մեջ։ Դե լավ դե ինչ ասեմ։ Ամեն ինչ Անիմաստ է, տեր այ ջան, անիմաստ է։ Արդեն երկրորդ սրբազանը կալանավորվեց։ Ժողովուրդ ջան, ամենը վարչապետի դուրը չեք, բայց ամեն օր մի նեղեննելուց վերև եք նայում, եկեղեցի եք ոչ մեկս հավես չեք։ Մի օր բոլորս մերն Ձեր պաշտոններն էլ հավես։ նույն դատավորը, Բացարձակապես նույն հավես։ ցանկացած մեկը։ Բայց մի օր Երբ միտեղ իր հոգի տալուց պետք է այս ամեն ինչը հիշի։ Այս ամեն ինչը պետք է հիշի։ Հոգի տալուց պետք է հիշի այս ամեն ինչը։ Այդին առաջնորդը բոլորից եթե բոլորը չլնեք, գոնե կեսը չփում ունեցել եք։ Այդ առաջնորդի հետ։ Ամեն ինչ աստծո։ Ոչ դասան ուրիշ ինչ կա։ Только рано утром вынесено решение, а Джапахян тоже арестован на 2 месяца. Продолжает оставаться. Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ, Միքայել Սրբազան Հաճապայանը կալանավորվեց 2 ամսով։ Նրա հաղորդակցությունները ևս սահմանափակվել են։ Կադրի Միքայել Սրբազանին տեղը փոխեցին քրեակատարողական հիմնարկ։ Ես նշեմ, որ հոգևորականները ողջ գիշեր այստեղ են եղել, այստեղ նաև բազմաթիվ ոստիկանական ուժեր են եղել կենտրոնացած։
Բարև ձեզ։ Ներողություն, երեկվա Ոնց է միշտ զանգ գալիս ձեզ, երբ լրագրողները մոտենում են։ Կամ ենք դուրս եկան։ Ալեքս ասանավշանականություն։ Գնաց ներքև։ Երեք ոստիկանության ներողություն, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ երեք մասնակցում էին մայրաթոր գրոհին։ Ինչ կասեք այդ մասով, փաստորեն ոստիկանությունը ամբողջ ուժերով լծվել է ներողություն, լծվել է եկեղեցու դեմ պայքարի։ Դուք Փաշինյանի քաղաքականության մաս եք կազմում։ Կներեք, բայց մայրաթոր երեք ոստիկանական ուժերի գրոհը նորմալ եք համարում։ Ոստիկանական ուժերը, հետո կխոսակ, ձեր գործը ավարտել եք, չէ՞։ Հարց եմ ուղղում։ Առաջ մի եկեք թողեք խոսանք ժողովուրդ։ Հարց եմ ուղղում, Հիմա ասեք դες հանեն դուս։ Դե հիմա հարց եմ ուղղում, պատասխանեք։ Այսինքն դուք օրինաչափ եք, ձեր երեկվա գործողությունները օրինաչափ եք։ Հետո սպասին դե։ Ես ձեզ հետ դուքով եմ խոսում, պարոն Խուտինյան։ Ես ձեզ հետ դուքով եմ խոսում։ Թողեք այդ րոպե խոսանք, էլի։ Կարևոր բան։ Դուք տեսնում եք ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարվում են պատասխանել մեր հարցերին, նշում են, որ այստեղ կարևոր հարց են քննարկում։ Հիշեցնեմ, երեք ոստիկանության տարբեր ստորաբաժանումները եւս մասնակցում էին ըստ էության
Հարգելի հետևորդներ, ես հիշեցնեմ Միքայել Սրբազան Աջապայանը կալանավորվեց 2 ամսով, նրան քիչ առաջ տեղափոխեցին արդեն քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, իրեն մեղադրում են իշխանազավթման կոչեր հնչեցնելու մեջ։ Հիշեցնեմ, ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարվում են պատասխանել մեր հարցերի։ Դուք գիտեք, 3 ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մասնակցում էին մայրաթոր գրոհին։ Պարոն Խուդինյան, դե հիմա պատասխանեք։ Հիմա ձեզ եմ հարցնում, դուք էլ եք 3 մայրաթոր գրոհին մասնակցում, ինչ կասեք, ինչու եք այդ ապօրինի գործողություններ իրականացնում։ Փաստորեն հիմա Փաշինյանը եւ ոստիկանապետ է, եւ դատախազ, եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Անկախ չմտածեք, արհամարում եք, հարցադրեք չեք։